ամենածաղրական վերաբերմունքը ցուցաբերեց Սրբույր Գալյանը նախարար, նա ստացել էր 7 միլիոն դրամ պարգևավճար, ընդ որում հայտարարեց, որ բավական բարդ, ծանր աշխատանք են անում եւ արժանի են այդ պարգևավճարին, ավելին դժգոհեց, որ երբ գլխավոր դատախազի տեղակալ էր ավելի շատ էր ստանում, քան որպես արդարադատության նախարար, եւ հետո երբ լրագրողները հարցրեցին, թե տիկին նախարար, ինչպես եք դուք շատ հանգիստ ստանում մի քանի միլիոն պարգևավճար եւ համարում եք, որ արժանի եք դրան, երբ կան թոշակառուներ, 100 հազարավոր մարդիկ, որոնք օրվա հացի խնդիր ունեն, Սրբույր Գալյանը իր 7 միլիոն պարգևավճարի կողքին դրեց, որ թոշակառուները ստանում են 5000 դրամ։ Այսինքն Փաշինյանի 13-14 միլիոն պարգևավճարը, Սրբույր Գալյանի 7 միլիոն դրամ պարգևավճարը, նախարարը համեմատեց թոշակառուների հավելյալ 5000 դրամ ամսական ստանալու հնարավորության հետ, ընդ որում դա ոչ բոլոր թոշակառուներն են ստանում, որովհետև համակարգը այնպես է գծված այդ հետ վերադարձի, որ եթե իրենց թոշակից վճարում են կոմունալ վճարներ, այդտեղից հետ վերադարձ չեն կարող ստանալ, այսինքն առավելագույնը, կարծեմ վերջերս թիվը փոխեցին, սարքեցին 10000, բայց առավելագույնը կարող են 10000 դրամ հետ ստանալ, եթե իրենց ամբողջ թոշակը օգտագործեն այսպես ոչ արձեռն, հա, քարտային համակարգով։ Սա այն դեպքում, երբ որ թոշակառուները այնպիսի ծանր վիճակում են, որ հաճախ պարտքով են ամսվա ավարտին ապրանքներ գնում, մոտակա խանութից կամ իրենց ծանոթներից պարտք են վերցնում, եւ թոշակը հնարավորություն է տալիս վերադարձնել այդ պարտքը, այսինքն պարտք վերադարձնելն էլ չի կարող օնլայն լինել, քարտային համակարգով լինել։ Մեծ մասով 2-3 հազար դրամ է, այսինքն նախարարը ասում է, մենք ստանում ենք 7 միլիոն դրամ, թող թոշակառուները գոհ լինեն, որ 3000 դրամ ամսական ստանալու հնարավորություն են։ Ու սա ասում է բավական լկտի, այսպես ցինիզմով լի, այսպես արտահայտությամբ, արհամարանքով, սա պիտի ուղերձ լինի մեր քաղաքացիներին, ովքեր հավատում են, որ սրանք ժողովրդական իշխանություն են, սա արդեն պետության հաշվին դարձել են օլիգարխիկ իշխանություն։ Գիտեք, սովորաբար բոլոր իշխանավորներն էլ աշխարհում լավ են ապրում, ու համենայն դեպս վատ չեն ապրում։ Բայց ինչն է տարբերությունը մեր իշխանավորների, ընդ որում նաև սրանցից առաջ եղած իշխանավորների, երևի թե այս տարիներին կարելի առանձնացնել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները, երբ դրսից բավական փող է բերվել, այսինքն իշխանավորը ով է, ընտանիքի գլուխն է, կամ այսպես ասած որսորդն է, եթե նախնադարյան տեսանկյունից նայենք։ Որսորդ, որը գնում է դրսում, անտառում, որսա անում եւ ընտանիք բերում է միջոցներ։ Որսա բերում ընտանիք։ Եվ բնական է, որսորդ, որը գնացել կյանքը վտանգի է ենթարկել, դժվարությունները հաղթարել, անտառից որս է արել ու բերել է ընտանիք, երևի թե բնական է, որ ամենալավ կտորը աշխատում են իրեն տալ կամ իրեն ավելի լավ նայել, որ հաջորդ որսը ավելի լավ լինի։ Այս մեր իշխանավորները, գիտեք ինչ որսորդի են նման են որսորդի, որը մտնում է սեփական գոմ, սպանում է իր ընտանի կենդանիներին եւ միսը վաճառում ու իրենով անում։ Այսինքն իրենք ինչ են անում, այս որսորդները, ճակերտավոր, մտնում են պետական բյուջե, ոչ թե գնում են ներդրումներ են բերում դրսից, ոչ թե գնում են ծրագրեր են այնպես իրականացնում, որ եկամուտները ավելանան պետության, գնում են առավելագույնը պարտք են վերցնում, այդ պետության վզին թողնելով, հասարակության վզին թողնելով, մտնում են սեփական բյուջե եւ դա իրենց լավ ապրելու միջոց են սարքում։ Այս սրանք են որսորդներն են, որոնք որս են անում սեփական գոմում, այսինքն մտնում են ընտանի կատնատու անասուններին ոչնչացնում են, ասում են, տեսեք, մենք լավ որս արեցինք ու դրա համար մենք պետք է պարգևատրվենք տարվա ավարտին։ Չհաշված, որ այս ինչպես Փաշինյանն էր տարվա սկզբին ասել, 7 տարի նույն դասարանում մնացած կառավարությունը արժանի չէր որևէ պարգևավճարի, ել չասած այս միլիոնավոր դրամների մասին։